Դուք չկարողացաք մարդկանց նույնիսկ ամանորյա գիշերը լույսով ապահովել։ Նախ շնորհավորեմ բոլորիդ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Դուք հարց եք հնչեցնում, թե գնահատական եք տալիս։ Ես վիճակագրություն վկայակոչեմ։ Անցյալ տարի ամանորի կեսգիշերին հոսանքազրկված է եղել մեր հանրապետությունում շուրջ 32,000 բաժանորդ։ Ցավով եմ նշում։ Այս տարի ամանորի նախօրեին հոսանքազրկված է եղել 9200 բաժանորդ։ Գրեթե 4 անգամ ավելի պակաս թվով։ Պարզապես քանի որ հեծի շուրջ մեր լրատվականների, այդ թվում նաև քաղաքական որոշ շրջանակների ուշադրությունն ավելի սևեռված էր, կարծես թե այդ իրավիճակը ավելի ֆետիշացվեց։ Բնականաբար ես մեր քաղաքացիների, մեր բաժանորդների ներողամտությունն եմ հայցում եւ հեծի կողմից նաև ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարությունների համար, բայց բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ վատթար, մաշված ու ոչ բարեկարգ վիճակում է գտնվում մեր Հայաստանի էլեկտրական ցանցերի բաշխիչ ենթակառուցվածքները։ Եվ ահա այդ իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև վերջին շրջանում էլեկտրաէներգիայի սպառման շեշտակի աճի պարագայում որոշ ենթակայաններում ունեցել ենք վթարային վիճակներ։ Կոնկրետ Վարդաշեն ենթակայանը, որը սպասարկում է հիմնականում Էրեբունի վարչական շրջանը եւ որոշ հասցեներ նաեւ կենտրոն վարչական շրջանից, նախատեսված որոշակի թվով բաժանորդների համար բեռը 25-30%-ով ավելի բարձրացել էր։ Էլեկտրական բեռը դա սպառման ընդհանուր ծավալն է։ Եվ ահա այդ վթարը, հրդեհը, ապա նաև անջատումը, հոսանքազրկումը պայմանավորված է դրանով, ինչը որ որևէ մեկս որևէ տեղում, այդ թվում նաև առաջադեմ եվրոպական երկրներում որևէ մեկ ապահովագրված չէ։ Բայց նաև պիտի ասեմ ի պատիվ հեծի հերթապահ խմբերի, մասնագիտական ստորաբաժանումների, այդ թվում նաև որոշ գործընկեր կազմակերպությունների պատրաստակամության նաև 48-ից 52 ժամ անդադար առանց 1 րոպե դադար առնելու աշխատանքներ են տարվել 23 բջիջներ փոխան մասնագիտական տերմինոլոգիա մեր չեմ ուզում մտնել, բայց ահռելի ծավալի աշխատանք է տարվել ըստ էներգետիկ նաև մասնագետների, կարող եք եթե ձեր շրջապատում կան էներգետիկներ, այդ ծավալի աշխատանքի մասին հենց հարցնել, օրիգինալ իրավիճակում այդ աշխատանքները կպահանջեին 10 օրից 2 շաբաթ ժամանակ։ 48 ժամից 52 ժամում վթարները վերականգնվել են եւ նաև մի վիճակագրություն մատանշեմ, պաշտոնական դարձյալ, անցյալ տարվա նույն օրերի, ուրեմն համեմատությամբ էլեկտրաէներգիայի սպառումը մեր երկրում աճել է 20-ից 22%-ով։ Այսինքն բոլորի ընտանիքներում, բոլորի տներում, գրասենյակներում նաև էլեկտրական սարքավորումների թիվը, քանակն է ավելացել։ Դա գուցե նաև կյանքի որակի բարձրացման ցուցանիշ է, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը, չնորոգված, փոխված եւ նոր տեխնոլոգիաներ չներգրաված։ Խնդիրը դրանով է պայմանավորված։ Օրինակ Կոմիտասի Սուրբա եկեղեցում հոսանք չկար, դուք եկեղեցին եք բարենորոգում, եկել եք այստեղ, հա։ Դուք իմ առանձին հասցեք նշում, ես չգիտեմ կոնկրետ եկեղեցում ինչի հոսանք չկար։ Մայրաթորում չլինի։ Դուք իմ մեղադրանքն եք հնչեցնում, դե ես խնդրում եմ հարցեր տվեք, սիրով պատասխանեմ, գնահատականները զերծ եք մնում ուրեմն։ Նորմալ համարում եք, երբ զանգահարում ենք հետ, ասում են մենք աշխատանքի չենք եղել, չենք կարող նշել, թե ինչու հոսանք չկա։ Այդպիսի պատասխաններ են։ Ոչ, նորմալ չեմ համարում, երբ եք զանգահարել հետ, որ այդպիսի պատասխան է տվել, կարող եք ասել ծառայական քննություն անցկացնեմ։ Դեկտեմբերի 29-ին։ Պարոն Պետրոսյան։ Նման պատասխան են ձեզ տվել։ Այո, նշել են այդ օրի աշխատանքի օրը չի եղել, ես չեմ կարող ձեզ պատասխան։ Հարգելներս, հեծում աշխատողները, շուրջ 6800 աշխատակիցները բոլորը մեր քաղաքացիներն են, ձեր ընկերուհիներն են, ձեր ընկերներն են, ձեր բարեկամներն են։ Պետք չի թիրախավորել հեծը, ինչը թե պետությունը իմպերատիվ միջամտություն է իրականացրել օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված։ Աշխատակիցները ներողություն, call center-ում աշխատակիցները հեռախոսազանգերի կենտրոնում յուրաքանչյուր հերթափոխում աշխատում է 12 աշխատակից։ Եթե կոնկրետ ենթակայան է հոսանքազրկվում, խոսքը գնում է մի քանի հազար բաժանորդի մասին։ Պատկերացրեք մի քանի հազար բաժանորդ միաժամանակ զանգ է կատարում 180 համարին։ Այս երկու սպասարկող օպերատորներ չեն կարող միաժամանակ մի քանի հազար զանգ սպասարկել։ Որոշ դեպքերում բնականon իրավիճակում զանգերի միջև 70%-ը սպասարկվում է։ Այդ պարագայում տեսեք, ես դարձյալ վիճակագրություն ներկայացնեմ, մեկ օրվա ընթացքում վթարների դեպքում միջև 150,000, 180,000 զանգեր են ստացվում։ Այդ զանգերից սպասարկվում են 3000, 5000, 10000, այսինքն մնացած 170,000-ը, այսպես ասած, մոտավոր թվով
դժգոհ են մնում ու ձեր գնահատականներն են հնչեցնում որոշները։ Ես խնդրում եմ այդ հանգամանքներն ըմբռնումով մոտենալ։ Ավելացնելու մասով ուրեմն քանի դեռ վարույթից հետո այն փուլում ենք, որ հեծը լիցենզիա զրկված է եւ մինչեւ բաժնետերերի փոփոխությունը, մինչեւ օրենքով սահմանված ընթացակարգերի եզրափակումը մենք որևէ հաստիկացակ, որևէ դրույքաչափ, որևէ հիմնարար փաստաթուղթ չենք կարող փոփոխության ենթարկել։ Այդ իսկ պատճառով նաև հեռախոսազանգերից սպասարկման կենտրոնի աշխատակազմի թվականակը չի փոփոխվել, բայց ես հավաստիացնում եմ, որ գործընթացները ավարտին հասնելուց հետո այդ բոլոր փոփոխությունները տեղի կունենան։ Հեծում այս պահին նույն ստատուս քվոն է թե ենթակառուցվածքները, թե ներքին կարողությունների առումով, ինչ եղել է անցյալ տարի, նախորդ տարիներին, որի մասին ցավով եմ նշում, դուք չեք խոսել, չեք բարձրաձայնել։ Ես խնդրում եմ հեծի այս իրավիճակում աջակցեք, մի թիրախավորեք, քանի որ հեծը ինքը մեր պետության եւ ազգային հարստություն է եւ պետք չի թիրախավորել հեծի հեռախոսազանգի կենտրոնների աշխատակիցների կամ որևէ մենեջերների։ Երբ նշանակվեցիք հեծի տնօրեն, խզեցիք նախկինում կնքված բոլոր պայմանագրերը, այսինքն Ոչ, նման բան տեղի չունեցել իհաճան։ Դու հայտարարվեց, որ պայմանագրեր են խզվում, քանի որ բարձր պայմանագրեր հայտարարության ավելի թանկ են կնքվել պայմանագրերը եւ դրանք փոխկապակցված են եղել տվյալ ժամանակահատվածի հեծի տնօրենության։ Արդյոք արկածախնդրության չեք գնացել այդպիսով խզելով պայմանագրեր եւ հաճախակի հնչում են տեսակետներ, որ տնօրեններ եք նշանակել տարբեր մասնաճյուղերում մարդկանց, ովքեր գաղափար չունեն եւ նախկինում փորձ չեն ունեցել կառավարման։ Օրինակ, Հարաքարի չընտրված համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, չընտրված համայնքապետ Սարիկ Մինասյանը, այս կադրային նշանակումները արկածախնդրություն չեն։ Առաջին մասով ասեմ, որ որևէ պայմանագիր, որը որ պայմանավորված է օպերատիվ կառավարման, ենթակառուցվածքների նորացման, ցանցի վերազինման հետ, չի խզվել, վերաբանակցվել են։ Խզվել են այն պայմանագրերը, որոնք որ ուռճացված մատակարարումների, գնումների գործընթացներով ձեռք են բերում սարքավորումներ, որոնք որ կարող է տարիներով կամ ամիսներով պարզապես պահեստում մնային։ Ինչպես նաև զուգահեռաբար թե ներդրումային ծրագիրը, թե կապալառուների մնացած շինական աշխատանքները զուգահեռաբար են իրականացվել հայտարարվող նոր մրցույթներին։ Եվ նոր մրցույթների արդյունքներով արդեն պայմանագրերը կնքվել են նոր կապալառուների հետ մինչև 40-60% ավելի ցածր գներով, նոր միայն դադարեցվել են համագործակցությունը գործող գործընկերների հետ։ Ինչպես նաև պայմանագրեր են խզվել օրինակ բարձրարժեք, թանկարժեք ծառայական մեքենաների վարձակալության, տարբեր շրջանակների արտոնյալ դիրքը ընդգծելու համար պայմաններ ստեղծելու ծառայությունների մատուցման, ուռճացված ծախսերը կրճատելու համար պայմանագրերը, ներողություն, ես վերջացնեմ ձեր հարցին։ Եթե դուք հարցը տալիս եք, չեք սպասում պատասխանի, խնդրում դադարեցնենք ուրեմն այս բրիֆինգը։ Դե թողեք ես վերջացնեմ իմ պատասխանը։ Եվ նաև ուզում առանձնատուկ շեշտել, որ տեխնիկական տնօրինությունում որևէ փոփոխություն իմ նշանակման պահից ի վեր տեղի չի ունեցել, թե տեխնիկական տնօրենը, գլխավոր տնօրեն տեղակալ, թե փոխտնօրենները, թե շահագործման շրջանների գլխավոր ինժեներները, մասնաճյուղերի եւ ցանցերի գլխավոր ինժեներները հիմնականում նույն մարդիկ են։ Մասնագիտական շրջանակների որևէ էական փոփոխություն չի եղել եւ մասնագիտական ներուժը որևէ կերպ չի տուժել։ Ինչ վերաբերում է հայեցողական պաշտոններին, հայեցողական պաշտոնը դա վստահություն, այդ թվում նաեւ թիմային քաղաքական վստահություն վայելող շրջանակներին պիտի դիտարկենք։ Եթե մարդկանց հետագիծը գործող որոշ շրջանակների որոշակիորեն փոխկապակցված է եւ այն շրջանակները, ովքեր այսօր քրեական հետապնդման են ենթարկվում, որոշակի կոռուպցիոն սխեմաներում են ներգրաված, շուրջ 2 տասնյակ քրեական վարույթ է նախաձեռնված այս պահին եւ այդ մարդիկ քրեական վարույթներով անցնում են, այդ վստահությունը հայեցողական իմաստով կորցնում են այդ մարդիկ, հարգելով իրենց անմեղության կանխավարկած իհարկե։ Այդ պարագայում մենք պիտի հենվենք բնականաբար մեր վստահությունը ունեցող քաղաքական թիմի ներկայացուցիչների վրա, ովքեր որ թիմայնության տրամաբանության մեջ ստանձնում են որոշակի կարգավիճակ։ Արկածախնդրության ոչինչ չկա։ Միլիոնավոր դրամների աշխատավարձը ուռճացված չէ, պարոն Պետրոսյան։
Խնդրում եմ ձեր հարցը։ Պետրոսյան, վերջը դուք կհայտարարեք, թե որքան աշխատավարձ եք ստանում, որ Նարեկ ջան, ես հայտարարու անձ եմ, ես հայտարարու անձ եմ, կհայտարարեմ, կտեսնեք։ Իմ եւ աշխատավոճը եւ իմ կենսակերպը ձեր աչքերի առաջ է, ոչինչ չունեմ թաքցնելու։ Այդքան չի բնականաբար, այդքան չի։ Եկեք չսակարկենք, խնդրում հարցեր ունեք։ Ես մեր բնակչության Սուրբ Ծնունդը շնորհավորում եմ, շնորհակալ եմ, լավ է։ Պարոն Պետրոսյան, ասում եք, որ Մասնագիտական հարցեր պատրաստել մասնագիտական հարց է Հոսանքազրկում կասա։ Ժամանակներում հոսանքազրկումներ եղել են, հիշեցիք, որ այսօր հիմա դուք ասում եք, որ մի թիրախավոր եք հետը։ Ներողություն բանավեճի մի վերացեք։ Ձեր հարցի պատասխանում էլեկտրաէներգիայի բաշխման գործընթացը օրգանիկ process-ը 24 ժամ եւ տեխնիկական իմաստով սենսացիա չկա, որ որևէ տեղ վթար է տեղի ունենում։ Կարևորը մենք երաշխավորում ենք եւ դուք վստահ եղեք, որ որևէ տեղ, եթե հոսանքազրկում է տեղի ունենում, ապա րոպեների ընթացքում կարգավարական ծառայությունը տեղյակ է լինում, տեղեկացնում է տեխնիկական, ինժեներական բոլոր ստորաբաժանումներին, մասնագիտական հերթապահ խմբերին, այդ թվում նաեւ 24 ժամը ռեժիմում ինձ են տեղյակ պահում, որից հետո անմիջապես գործի են անցնում վթարավերականգնողական աշխատանքների համար պատասխանատու ստորաբաժանումները։ Եթե կլինի որևէ տեղ վթար, ես ձեզ երաշխավորում եմ, ժամերի ընթացքում կվերականգնեմ։ Եթե ժամերի ընթացքում չի վերականգնվում, ուրեմն որևէ կերպ հնարավոր չի եղել վերականգնել, ակնկալում եմ մեր բնակչության Պետրոսյան, ասում եք սենսացիա չէ հոսանքազրկումները, երբ որ հեծի կառավարման ժամանակ հեծը տաշիր ընկերությունների խմբի սեփականությաններ եւ իրենց կառավարման ներքո են, արդյոք իշխանությունը չէր թիրախավորում այդ հոսանքազրկումները եւ սենսացիա չէր։ Ոչ չէր թիրախավորում։ Դուք որպես լրագրող երբևէ հոսանքազրկումների մասին այս 25 թվականի հուլիսի 18-ից առաջ որևէ ռեպորտաժ արել եք, չեք արել։ Մասիս համայնքում բարբերաբար հոսանքազրկումներ։ Ես խնդրում եմ ինձ ուղարկեք։ Դուք ինչ ռեպորտաժ եք արել, ես հանրայնորեն ներողություն կտամ։ Եթե դուք նման լուսաբանեք հոսանքազրկումները։ Պարոն Պետրոսյան, անդրադառնալով այսօրվան, Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ելույթ ունեցավ եւ այսպես ասած աղմկահարույց հայտարարություն արեց, մասնավորապես նշելով, որ եկեղեցին ու պետությունը այլևս միասին են, բայց ըստ մեր աղմկահարույց հայտարարություն է դա։ Դա այո, որտեղ ըստ մեր